Տիրոջից շնորհակալ եմ այս առիթի համար։ Այսօր ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որ այս վերջի ամիսների ընթացքում անդադ մտքիս մեջ ֆռում է։ Ես վերնագրել եմ այսօրվա պատգամը մտիր նորի մեջ։ Բայց մինչև պատգամին ասնել կուզեմ մի խոսք կարդալ Հեսուի գրքից 1:9։ Եվ եղավ, որ Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի ասելով. Իմ ծառա Մովսեսը մեռավ, եւ հիմա վեր կաց անցիր այն Հորդանանովը դու եւ այս բոլոր ժողովուրդը, այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդկանցը։ Բոլոր տեղերը կներեք, որ կողեն ձեր ոտքի թաթերը ձեզ պիտի տամ, ինչպես որ Մովսեսին ասել եմ անապատից Նևայց Լիբանանիչը մինչև գետը, մեծ գետը, այսինքն Եփրատ գետը, քետացիների բոլոր երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը լինի։ Ոչ մի մարդ չկարողանա քեզ քո կյանքի բոլոր օրերումը դեմ կենալ, ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ կլինեմ, քեզ չեմ թողնիլ եւ քեզ անտես չեմ անիլ։ Զորացիր եւ քաջ եղիր, որովհետեւ այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես այն երկիրը, որի համար սրանց հայրերին երթում արի սրանց տալու համար։ Միայն թե զորացիր եւ շատ քաջ եղիր, որ պահես եւ անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է։ Նրանից չխոտորվես աճ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես, ուր որ գնում ես։ Այս օրենքի գիրքը քո բերանիցը չհեռանա, այլ գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետեւ այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Ահա քեզ պատվիրում եմ զորացիր եւ քաջ եղիր, մի վախենար եւ մի զարհուրիր, որովհետեւ քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր որ գնաս։ Մի քիչ երկար էր, շնորհակալություն ձեր համբերության համար։ Ես իմ հոգևոր կյանքի նամանալ այս վերջի ընթացքի մեջ մի բան եմ ոնց որ սովորում, չասեմ թե սովորել եմ, որովհետև դեռ սովորում եմ, որ Աստծո տված խոստումների եւ Աստծո տված խոստումների իրականացման միջև ընկածա մի ժամանակահատված, մի sense անցումային փուլի նման մի ժամանակահատված։ Եվ կարծում եմ, որ ովքեր ունեն այստեղ խոստումներ Տիրոջից, կարող եմ տեսնել ձեր ձեռքերը, գրեթե բոլորս ունենք։ Եթե անմիջական մարգարական խոսքով չունենք, Աստծո խոսքով, որ անպայման ունենք։ Ես վստահ եմ, որ ամենքս ունենք Աստծուց ստացած խոսք կամ խոստում, որ Աստված ուզում է իրականացնել մեր կյանքերի մեջ։ Եվ հաճախ այս Աստծուց ստացած խոստումի եւ խոստումի իրականացման մեջ մենք ասում ենք մի հատ փուլ, մի հատ անցումային փուլ ես կասեի, որ ես կարծում եմ կամ իմ կյանքում այդպես ա եղել, ձեր մոտ չգիտեմ, որ սա ամենադժվար ժամանակահատվածն է։ Ինչի է սա այս ամենադժվար քրիստոնյայի կյանքում, որովհետև այդ ժամանակահատվածը լի է կասկածներով, անորոշություններով, ու այդ անորոշությունները, կասկածները, այդ վախերը անդադ ոնց որ թակում են մեր սրտի դուռը։ Եվ մեզանից է կախված, թե մենք ինչպես ենք տնօրինում այդ ժամանակահատվածը։ Եթե մենք այս ժամանակահատվածը վատ ենք տնօրինում, մեր կյանքում երկու բան կպատահի։ Աստծո խոստումը կուշանա, դա առաջինն է։ Եվ երկրորդը, որ մենք բաց կթողնենք այդ Աստծո խոստման իրականացումը մեր կյանքի մեջ։ Եվ ինչ տեսանք այս խոսքի մեջ, որ կարդացի։ Իսրայելի ժողովուրդը եկել էր մի տեղ, որը կոչվում էր Սատիմ։ Եթե նայենք աշխարհագրորեն Սատիմը որտեղ է, համարյա թե այն սահմանի վրա էր, որտեղ որ խոստացված երկիրն էր, որտեղ որ ավետյաց երկիր էր։ Տերը խոստացել էր, որ այդ երկիրը տալու եմ ձեզ։ Իրենք եկել էին այդ կետի վրա, որ կոչվում էր Սատիվ, այնտեղից իհարկե երևում էր այդ խոստացված երկիրը, բայց իրենք չէին կարողանում մտնել։ Եթե ուշադրություն դարձրեցիք այս խոսքերի մեջ, Աստված 5 անգամ Հեսուին ասում է զորացիր, քաջ եղիր, մի վախենար, մի զարհուրիր, զորացիր եւ քաջ եղիր։ Ինչի համար։ Որովհետեւ կարդացինք, որ Մովսեսը մեռել էր։ Նրանք հասել էին մի տեղ 40 տարի անապատում թափառելուց հետո եւ չէին կարողանում առաջ գնային։ Մովսեսը մեռել էր, վիշտ կար Իսրայելի մեջ, ցավ կար Իսրայելի մեջ։ Եվ կարծում եմ, թե հենց Հեսուի համար էլ այս
շատ դժվար էր այս կետը։ Հեսուն մեկն էր, ով ստրկությունից վերցվել էր, իհարկե բոլոր Իսրայելի ժողովուրդն է ստրկության մեջ եղել։ Հետո տեսնում ենք, որ Մովսեսը նրան աշակերտում է, տեսնում ենք, որ իր բանակի զորավար է դնում, եւ հետո իր մեռնելուց առաջ իրան պատվիրում է, որ ինքն է լինելու առաջնորդը։ Եվ Հեսուի համար շատ դժվար էր այս ամեն ինչը։ Կար իր սրտի մեջ ցավ, կար վիշտ, ու էդի արգելք էր հանդիսանում, որպեսզի կարողանային մտնեին այն խոստումի մեջ, որ Տերը իրանց կյանքի վրա խոստացել էր։ Եվ Մովսեսը ցանկացած մեկը չէր։ Մովսեսի մասին Աստծո խոսքը երկրորդ օրինաց 34-ի 10-ից 12-ում էսպես է խոսում. «Եվ այլևս վեր չկացավ Իսրայելումը մի մարգարե Մովսեսի պես, որին Եհովան ճանաչեր երես առ երես, այն բոլոր նշաններով նորաշքներով, որ Եհովան ուղարկեց նրան Եգիպտոսի երկրում անելու, Փարավոնին եւ նրա ամեն ծառաներին եւ նրա բոլոր երկրին, եւ այն բոլոր զորավոր ձեռքովը եւ բոլոր մեծ սոսկումովը, որ Մովսեսն արավ բոլոր Իսրայելի աշկի առաջին»։ Մովսեսը մեկն էր, ով Իսրայելի ժողովուրդը ոնց որ ավելի հույսները դրել էին Մովսեսի վրա, եթե կարելի է ասենց արտահայտվել։ Մովսեսը հենակետ էր Իսրայելի ժողովրդի համար, եւ հիմա այդ մարդը չկա, եւ իրանք վախի մեջ էին, եւ իրանք անորոշության մեջ էին, եւ իրանք այդ կասկածների մեջ էին, այդ վշտի մեջ էին, հենց դա իրանք արգելք էր հանդիսանում, որպեսզի կարող լինեն մտնել այն խոստումների մեջ, որ Տերը իրանք կյանքի վրա խոստացել էր։ Այդ փաստը ոնց որ պատնեշի նման իրանց հետ էր պահում խոստման երկիրը ժառանգելուց։ Ճիշտ է, իրանք այդ վայրից տեսնում են խոստումը, այնպես էլ մեկ շատ ժամանակ մենք Տիրոջից ունենք խոստում, մենք մեր աղոթքների մեջ կարող ենք տեսնել այդ խոստումը, մենք կարող ենք հիշել այն խոստման մարգարեական խոսքերը, որ մեր կյանքի վրա եղել, բայց դեռևս չունենք այն նրա մեջ մտնելը, դեռևս չունենք այդ խոստումները իրականացած մեր կյանքի մեջ։ Եվ այս վշտի, այս ցավերի մեջ մենք այնքան ենք սուկանում։ Թույլ տվեք մի խոսք կարդալ ևս Առաջի Թագավորաց 16:1-ից։ Եվ Տերը Սամուելին ասեց. «Մինչև երբ պիտի Սավուղի համար սուքանես, որովհետև ես նրան մերժեցի, որ Իսրայելի վրա չթագավորե։ Եղջյուրը յուղով լցրու եւ եկ քեզ ուղարկեմ Բեթլեհեմացի Հեսեի մոտ, որովհետև նրա որդկանց մեկին ինձ համար թագավոր տեսամ»։ Եվ այստեղ ինչ պատմություն ենք տեսնում, եթե կարդում ենք մի քանի գլուխ ընկում, տեսնում ենք, որ Աստված մերժել էր Սավուղի թագավորությունը։ Աստված նոր ժամանակ էր խոսացել Իսրայելի որդկանց համար։ Աստված նոր ժամանակ էր խոսացել եւ այն ժամանակը վերջացած էր համարել։ Իսկ Սավուղը սուք էր անում։ Սամուելը սուք էր անում Սավուղի համար։ Եվ այստեղ տեսնում եք Տիրոջ խոսքը, որ ասում այլևս սուք մի արա, մինչև երբ պիտի սուք անես։ Եվ նույնը տեսնում ենք Հեսուի գրքի մեջ, որ Մովսեսի համար սուք են անում։ Այն ժամանակները վերջացել էր, Տերը խոսացել էր նոր ժամանակ։ Այդ ժամանակները գալու են այդ նոր խոստման վայրի մեջ։ Բայց տեսնում ենք, որ Հեսուն եւ Սավուղը դեռ են հին ժամանակների մեջ են։ Տերը պատգամով խոսում է. «Մինչև երբ պիտի սուք անես Սավուղի համար»։ Ես այդ թագավորությունը վերջացած եմ համարել։ Եվ տեսնում ենք, որ այն ժամանակվանից, երբ որ Սամուելը գնում է Դավիթին օծելու որպես թագավոր, նրա խոստման իրականացումը որոշակի ժամանակ է տևում։ Բայց Աստված հստակ ասել է այդ ժամանակ. «Ես այդ թագավորությանը իրա վերջ եմ տրել, ես նոր ժամանակ եմ»։ Այն ինչը որ անցյալում եղել է մեր կյանքում, Տերն ասում է, «Էդի վերջ, ես սահմանում եմ դա վերջացած, ես նոր բան եմ անում քո կյանքի մեջ, նոր սկիզբ եմ տալիս քեզ, որ նորի մեջ դու կարողանաս նոր մտածելակերպով, նոր ժամանակների մեջ ծառայես ինձ»։ Այդ անցյալից կարճած մնալը մեզ հետ կպահի նորի մեջ մտնելուց, որովհետև անցյալ ժամանակը ավարտվեց, հիմա մենք կարիք ունենք այդ նոր ժամանակների մեջ մտնելու։ Եվ այն ինչը, որ մեզ հետ է պահում նորի մեջ մտնելուց, որովհետև մենք այդ նորը չենք ճանաչում։ Ճիշտ է, մենք կարող ենք տեսնել մեր ոնց ասեմ, որ ճիշտ լինի, մեր տեսիլքներով կարող ենք տեսնել այն ինչ որ խոստացել է Տերը, կարող ենք տեսնել մեր
մեր հոգով, մեր ներսի մարդով կարող ենք դա տեսնել, բայց դեռևս այն շոշափելի չի, եւ այն ինչը որ չենք ճանաչում անորոշ է մեր համար, եւ այն ինչը որ անորոշ է, մենք չգիտենք մեզ ինչպես վարվել այդ անորոշ ժամանակի մեջ, մենք չգիտենք այդ նորի մեջ ինչպես վարվել եւ դա չենք հասկանա, մինչեւ որ չլինենք դրա մեջ, մենք չենք պատկերացնի մինչեւ վերջ ինչ նշանակում լինել այդ նորի մեջ, մինչեւ մեր ոտքերը չդնենք այդ նոր հողի մեջ։ Այսպիսի մի պատմություն տեսնում ենք Գործք առաքելոց 10-րդ գլխի 25-րդ խոսքում, չնայած 24-ից 29, հա, երևի, եկեք կարդանք։ Եվ հետևյալ օրը մտավ Կեսարիա, եւ Կորնելիոս իր ազգականներին եւ ընտանի բարեկամներին կանչել էր եւ սպասում էր նրանց։ Եվ եղավ, երբ որ Պետրոսը ներս էր մտնում, Կորնելիոսը դիմավորեց նրան եւ ոտներն ընկած երկրպագեց։ Պետրոսը կանգնեցնեց նրան եւ ասեց. «Վեր կաց, ես ինքս էլ մարդ եմ»։ Եվ նրա հետ խոսելով ներս մտավ, եւ այնտեղ շատ մարդ ժողոված գտավ եւ նրանց ասեց. «Դուք գիտեք ինչպես ապորեն բան է հրյամարդի համար մի այլազգու դպչիլ կամ մոտենալ, բայց Աստված ինձ ցույց տվեց ոչ մեկ մարդի էլ պիղծ կամ անմաքուր չասել։ Սրա համար էլ առանց ընդդեմ խոսելու եկա, երբ որ կանչվեցա։ Հիմա հարցնում եմ, ինչ բանի համար կանչեցիք ինձ»։ Այս պատմությունից կուզենայի առանձնացնել 25-րդ խոսքը։ Եվ երբ որ Պետրոսը ներս էր մտնում։ Պետրոսը հրյա էր, նա առաքյալ էր։ Մի բան էր տեղի ունենում, որ պատմության մեջ առաջի անգամ էր, ամբողջ պատմության մեջ չէր եղել նման բան։ Նոր բան էր լինում։ Հրյա առաքյալ մտնում է հեթանոս ինչ-որ մեկի տուն։ Նման բան չէր եղել։ Հրեության մտածելակերպի մեջ մտնել օտարազգի հեթանոսի տուն դա պիղծ բան էր համարվում։ Եվ Կորնելիոսն էլ դա գիտեր, թե ինչպես դժվար է, որ հրյա մարդը մտնի իր տուն։ Դրա համար եթե նախապատմությունը կարդում ենք, գրած է, որ Կորնելիոսը երկու հոգու հետ ուղարկեց մի բարեպաշտ մարդու։ Շատերը կարծում են, որ բարեպաշտը հրյա եղել, որովհետև երբ որ մեկի մոտ ուղարկում ես մեկին, ով քեզ է ներկայացնելու, հնարավորինս ներկայանալի մեկին ես ուղարկում։ Եվ Կորնելիոսը ուղարկել էր մի բարեպաշտ մարդու, որ գար խոսեր Պետրոսի հետ։ Ինչ ենք տեսնում այստեղ։ Տերը ուզում էր մի նոր բան անել։ Մի նոր բան պիտի տեղի ունենար, որ եկեղեցու պատմությունը պետքա, այսպես ասած, կիսեր երկու մասի։ Եվ տեսնում ենք պատմության մեջ, երբ որ Պետրոսը սկսում է խոսել, Սուրբ Հոգին իջնում է ժողովրդի վրա։ Այսինքն այդ պահից սկսած հեթանոսներն էլ ունեն փրկություն, կատարվում են մարգարեությունները, որ Տերը նախկինում խոսացել էր հին ուխտի մեջ, բայց դեռևս չէր եղել։ Եթե այդ նախապատմությունը կարդում ենք, Պետրոսը Կաշեգործ Սիմոնի տանը հյուր էր, եւ Սուրբ Հոգին էլ խոսում է Պետրոսի հետ։ Գիտենք, երբ որ սովում էր, սկսում է աղոթել եւ մտքի ապշտակության մեջ անգնում, այն տեսիլքն է տեսնում, որ երկնքից 4 ծայրից կախված կտավի մեջ աշխարհի 4 կոտանիները, գազանները իջնում են եւ Սուրբ Հոգին ասում է մորթիր եւ կեր։ Մի նոր բան է կատարվում։ Տերը առաջնորդում է Պետրոսին անելու մի բան, ինչ ինքը երբեք չէր արել։ Եվ ինքն ինչ է պատասխանում Տիրոջ, ասում է՝ «Քավ լիցի Տեր», ասում է՝ «Ես անմաքուր կամ պիղծ բան չեմ կերել»։ Տերը խոսում է, ասում է՝ «Պետրոս, մորթիր եւ կեր»։ Տերն ասում է՝ «Տեր, Աստված չարացե, որ ես այդպիսի բան անեմ»։ Շատ ժամանակ այդ նորի մեջ մտնելու մեզ խանգարում է մեր հին մտածելակերպը։ Պետրոսը լինելով հրյա, ինքը ուներ հրյայի մտածելակերպ։ Եվ ինչպես պետք է Սուրբ Հոգին իր մտքի մեջի այդ պատերը քանդեր։ Ուղղակի ասում է Պետրոս, այդ մարդկանց ես եմ ուղարկել, գնա իրանց հետևից։ Պատկերացրեք, որ Տերը մեզ մի հատ անակնկալ ունի անելու, մի լավ բան է ուզում անի, ինչպես պիտի մեզ համոզի, որ մենք գնանք այդ ուղղությամբ։ Ուղղակի մեր ձեռքից բռնի ասի վստահիր ինձ, արի այնտեղ, որտեղ քեզ եմ տա, ոնց որ այսպես ասեմ, ոնց որ մեկին ուզենանք մի անակնկալ անենք, թեկուզ ծնունդի, հա, տորթեր, բան, փուչիկներ, սիրուն ծաղիկներ դաստավորենք սենյակ եւ ինչպես այդ մարդուն հավոզենք, որ գա մտնի այդ սենյակ,
որ ամբողջ անակնկալը չկորցնենք։ Միակ բանը, որ կասենք, վստահիր ինձ, արի ձեռքը բռնենք, տանենք այդ սենյակ։ Այդ ժամանակ այր, որ կտեսնի այն ինչ որ պատրաստված է իր համար։ Եվ ինչ ենք իմանում այս պատմությունից։ Շատերս արգելափակված մնում ենք այն մակարդակի մեջ, որովհետև մենք համարում ենք անմաքուր այն, որ Տերը մաքուր է համարել։ Տերը իր ծրագիրը ամբողջությամբ մանրամասը չի ասում։ Տերը եթե մանրամասը ասեր, ինքը չի ասում մանրամասը, այս բաներն է քեզ սպասում, ինքը առաջի քայլն է միանանում։ Եվ մենք կիմանանք ինչա մեզ սպասում, երբ որ մեր ոտքերը դնենք այն վայրը, որտեղ Տերն է սահմանել։ Որովհետև Տերը հարուստ է գաղափարներով, բայց մանրամասներ չի ասում։ Շատերս մենք մեր կյանքի համար ասում ենք, Տեր, մանրամասնիր, ի՞նչ է քո ծրագիրը, ի՞նչ ես ուզում մեր համար ասել, բայց եթե քննենք մեր ներսը, միգուցե Տերը մեզ ասել է առաջի քայլը։ Առաջի քայլը եւ օրհնությունը առաջի քայլին հնազանդվելու մեջ է։ Եվ տեսնում ենք, որ Պետրոսը ուներ անորոշություններ, նա չգիտեր թե ուր է գնում, նա չգիտեր առավել եւս թե ինչ է խոսելու այնտեղ։ Երբ որ մի տեղ ես գնում, որ դու չգիտես ուր ես գնում եւ տալու ես մի բան, որ չգիտես ինչ, լարվածություն կա, կարծես, բայց օրհնությունը նրա մեջ է, Տիրոջը վստահելու մեջ է։ Եվ այսպես Կորնելիոսը ասում է, Պետրոսը ասում է Կորնելիոսի տուն։ Եվ առաջի բանը, որ ասում է, ճշմարտությամբ հասկանում եմ, որ Աստված աչար չի։ Ես քեզ նոր եմ հասկանում, այն ժամանակ, որ խոսեցիր Տեր, ես դեռ պատկերացում չունեի ինչի մասին է խոսքը, ես ճշմարտությամբ եմ հասկանում։ Եվ ինքը գիտեր Պետրոսը, որ եթե մտնի հեթանոս մեկի տունը, բախվելու է այդ հրեական հետ, այդ մտածելակերպի հետ։ Ինքը գիտեր դա, դրա համար գրված է, որ իր հետ 6 հոգի եղբայր է վերցնում։ Կարելի է այսպես ձևակերպել, որ Պետրոսի դիրքը, Պետրոսի իր ծառայությունը ոնց որ զոհասեղանի վրա էր։ Հնազանդվի Տիրոջը, թե իր հին մտածելակերպին հետևի։ Որովհետև ինքը գիտեր բախվելու է այն եղբայրների այն խոսքերին, այն պնդմանը, որ ինչու դու մտար ոչ հրեայի հետ ու նրանց հետ հաց կերար։ Որովհետև սա անարգանք էր, սա պիղծ բան էր համարվում։ Եվ Տերը այդ տեսիլքի մեջ Պետրոսին ասում է մորթիր եւ կեր։ Եվ Պետրոս իր մտքի մեջ էս հնի ու նորի բախումն է ունենում։ Ասում է Տեր, դու Ղևտացիների գրքում ասել ես, որ այս կենդանիները անմաքուր են։ Հիմա ինձ ասում ես կեր, ես կարծես թե չեմ հասկանում, Տեր։ Դու նախկինում ասել ես այսպես, հիմա այսպես ես ասում։ Ես ոնց որ թե իր այդ անորոշությունը, իր այդ մտածելակերպի հին ու նորի բախումն է տեղի ունենում, չնայած որ Հիսուսն ասեց չկա բան, որ դրսից մտնի քո բերանը եւ կարող լինի քեզ պղծել։ Ինքը գիտեր դա։ Եվ եթե ուշադրություն եք դարձնում այն կենդանիները, որ նկարագրված էր, Ծննդոց կարծեմ 6:20-ում ասում։ Այն նույն կենդանական աշխարհը Տիրոջ ստեղծագործությունը նույն բառերով է նկարագրում։ Չորքոտանիներ, գազաններ, թռչուններ եւ Տերը ստեղծեց։ Եվ դա Տիրոջ ստեղծագործությունն է։ Առաջի Տիմոթեոսի կարծեմ 4:4-ն է, Պողոս Առաքյալը ասում է. Աստծո ստեղծագործությունը ոչ մի բան խոտան չի, այլ ամենը մաքուր են, երբ որ գոհությունով ընդունվի։ Եվ Պետրոսը գիտեր այս խոսքերը։ Պետրոսի մոտ կարծես թե այս բախումն էր տեղի ունեցել եւ ինքը կանգնած էր ընտրության առջև, հնազանդվի Աստծո խոսքին, թե մնա այն հին մտածելակերպի մեջ։ Տերը ուզում էր նոր բան անել եւ կարիք ուներ մեր հնազանդության։ Շատերիս կյանքի մեջ մենք ունենք խոսք ու այդ առաջի խոսքը, որ թվում է մեզ բավարար չի, բայց դա բավարար է մեզ առաջի քայլը անելու։ Որովհետև մենք չենք իմանա, թե ինչը Տերը ինչ է պատրաստել մինչև վերջ, մինչև որ չմտնենք դրա մեջ։ Մի փորձիր ուղղակի ամբողջ պատկերը հասկանալ, ամբողջ պատկերը ունենալ, Տերը առաջի քայլն է ասում։ Մի փորձիր դու այդ աստիճանի բոլոր քայլերը, ես շատ ա եղել որ աղոթել եմ, Տեր հայտնիր ես, բայց այս պատգամը պատրաստելուց է, կարծես թե համոզվեցի դրա մեջ, Տեր դու ասել ես առաջի քայլը, անկախ նրանից թե ինչ կլինի, ես կհնազանդվեմ։ Ես ուզում եմ լինել այդ մեկը, ով կհնազանդվի անկախ ամեն ինչից, անկախ այն բանից, թե ինչ են երևույթները ասում, անկախ այն բանից, թե ինչ փոթորիկ կբարձրանա քո շուրջը, անկախ այն բանից, թե մարդիկ ինչ կմտածեն, որովհետև երբ որ դու մտնես նորի մեջ, դու կհանդիպես բախման։
դու կհանդիպես, ինչպես տեսնում եք, որ Պետրոսին առաքյալները ասեցին, այն ինչը որ ասեցին։ Այսինքն դու մտար, սկսեցին հանդիմանել, սկսեցին կշտամբել Պետրոսին։ Որովհետև այն ինչ կատարվեց Պետրոսի հետ, դա եզակի էր պատմության մեջ։ Եվ եթե պատմությանը ուշադրություն եք դարձնում այդ ժամանակների մեջ, Կեսարիայում էր նաև Փիլիպոս ավետարանիչը։ Փիլիպոս ավետարանիչը մեկն էր, ով որտեղ գնում էր իր հետևից, կարծես թե արթնություն էր բխում։ Մեկն էր, որ արթնության մարդ էր նա, որտեղ գնում արթնություն էր լինում, որտեղ գնում ուրախություն էր լինում։ Ինչ ենք մենք թողնում մեզանից հետո, որ գնում ենք, ինչ ենք թողնում։ Փիլիպոսը մեկն է, որ իր հետևից ուրախություն էր թողնում։ Եվ տեսնում ենք, որ նա Եթովպացի ներքինին առաջնորդեց ջրի մկրտության եւ հոգին վերցրեց Փիլիպոսին։ Բայց ինչի համար հարցը սա է, ինչի համար Տերը չօգտագործեց Փիլիպոսին, այլ օգտագործեց Պետրոսին, ով 30 մղոն այն կողմ էր։ Փիլիպոսը հենց Կեսարիայում էր, հենց այդ քաղաքի մեջ էր, ինչու համար այդպիսի մեկին չօգտագործեց։ Փիլիպոսը իր ծառայությունը սկսել էր սեղանի ծառայությունից եւ գրված է, որ նա հավատքով լցված մեկն էր։ Ինչի համար չօգտագործեց։ Ես կարծում եմ, որովհետեւ մինչև այդ, եթե ուշադրություն դարձնենք Գործք առաքելոցին, մարդիկ միայն ջրով էին մկրտվել։ Այսինքն Պետրոսը, Փիլիպոսը Եթովպացի ներքինին մկրտեց ջրով, միայն այդքան։ Եթե մարդիկ ուզում էին հոգով մկրտվել, սպասում էին Պետրոսի գալուն, որովհետև Պետրոսը հատուկ շնորհ ուներ։ Սա առաջի փաստն է, եւ երկրորդ փաստը, որ ինքը մեկն էր, ով Տիրոջ տան մեջ սյուն էր, ազդեցիկ դիրք ուներ եւ ազդեցություն ուներ, եւ հենց այդ դիրքից Տերը, որովհետև նոր բաներ անում, կարիք ուներ առաքյալի, կարիք ուներ մեկին, ով իր տան մեջ սյուն է։ Եվ տեսնում ենք, երբ որ Պետրոսը մտնում է Կորնելիոսի տուն, խոսալու ընթացքում Սուրբ Հոգին իջնում է։ Սուրբ Հոգին իջնում այն մարդկանց վրա, ովքեր ոչ հրյա են, ովքեր հեթանոսներից էին։ Կորնելիոսը, եթե նայում ենք, ինքը հրյա չէր, ինքը նույնիսկ թլփատված չէր, բայց փնտրում էր Տիրոջը։ Եթե այս պատմությունը մի քիչ ուշադրությամբ ենք քննում, ինչ գեղեցիկ ձևով Տերը պատրաստում է մի կողմից Կորնելիոսին, մի կողմից Պետրոսին, եւ այս իրանց Կորնելիոսն էլ ուներ իր մտքի մեջ այդ մտքի սահմանափակումները, այն արգելքները, որ իրան կհանգեցնեին նորի մեջ մտնելու։ Եվ Կորնելիոսին տեսնում ենք, որ հրեշտակն է այցելում։ Իսկ Պետրոսին Սուրբ Հոգին է ասում. «Խորհեք ես մասին»։ Հովհաննեսի ավետարանի մեջ ասում է, Սուրբ Հոգում ասում է, որին աշխարհը չի կարող ընդունել։ Չգիտեմ, սա կապ ունի այս պատմության հետ թե չէ, բայց փաստը այն է, գրվածքից գիտենք, որ Կորնելիոսին հրեշտակն է այցելում, իսկ Պետրոսին Սուրբ Հոգին է ասում։ Ասում է, գնա, ես եմ ուղարկի այդ մարդկանց առանց խեղճմտանք անելու։ Եվ խոսքն ասում է, հենց այս տեսիլքը ունենում այդ մարդիկ գալիս են։ Պետրոսը նույնիսկ ժամանակ չուներ խորելու, թե այս ինչա կատարվում։ Կարիք կար հնազանդության։ Իհարկե իրանց ընդունեց իր հարկի տակ, որովհետև հրյաները ավելի հեշտ էին հյուր ընդունում իրանց հարկի տակ, քան թե իրանք կգնային ինչ-որ մեկին հյուր։ Եվ Կորնելիոսը դա գիտեր, հրյաների դժկամությունը այլազգի մարդկանց հետ հարաբերության մեջ։ Եվ գրած է, Կորնելիոսը իր դուռը բացել էր։ Եվ կարդում ենք, որ այնտեղ էին հավաքվել ոչ միայն իր բարեկամները, այլև գրած է, որ ընտանի բարեկամները եւ ազգականները։ Կորնելիոսը իր տան դուռն էր բացել եւ ոչ միայն իր տան դուռն էր բացել։ Կարելի է այսպես ասել, որ Կորնելիոսը բացել էր իր ազգի դուռը։ Այն դուռը, որ Կորնելիոսը բացել էր, Պետրոսի քարոզությամբ մի ամբողջ ազգի համար էր։ Այսօր դու էլ եղիր այդ դուռը, սիրելիս, որովհետև գրված է, որ հավատա եւ կփրկվես դու եւ քո տունը։ Միգուցե այսօր դու ես այն դուռը, որ կբացես, որ Տերը քո միջոցով քո ընտանիքի անդամներին, ովքեր չեն ապաշխարում, փրկության պատճառ լինես։ Քո շրջապատին օրհնության պատճառ լինես, վերջի վերջով այն սերունդին, որ քեզանից հետո է գալու, օրհնության պատճառ լինես։
նորը հակադրվում է հնին, հինը միշտ հակադրվում է նորին։ Եվ տեսնում ենք, որ այն ձայնը, որ Պետրոսը լսում, ասում է՝ մի ասա անմաքուր այն ինչը, որ Տերը մաքրել է։ Ինչն է մեր կյանքում շատերս արգելափակված մնում ենք նույն մակարդակի մեջ, որովհետև մտածում ենք այն ինչը, որ Տիրոջից է, մենք մտածում ենք, որ դա Տիրոջից չի։ Կարող է լինել ինչ-որ հարաբերություն։ Դու մտածում ես, որ այս հարաբերությունը Տիրոջից չի, Տեր ինձ ազատի այս մարդկանցից, բայց միգուցե Տերը դրել է այդ մարդկանց քո շուրջը, որպեսզի քո բնավորությունը կերտի, ինչպես երկաթն է խարտոցով կերտում, լավ։ Օրինակ Հովսեփը մեկն էր, որ իր եղբայրները համարում էին այն հարաբերությունը Հովսեփի հետ անմաքուր է եւ իրան վաճառեցին ստրկության, բայց Աստված պատրաստել էր Հովսեփին, որպեսզի փրկություն բերի մի ամբողջ ազգի։ Շատերս մնում ենք նույն մակարդակի մեջ, նույն կետի մեջ, արգելափակված, չենք կարողանում մտնել նորի մեջ, որովհետև համարում ենք անմաքուր այն ինչը, որ Տերը մաքրել է, համարում ենք պիղծ այն ինչը, որ Տերը սրբել է։ Եվ մենք կարիք ունենք մեր մտածելակերպի փոփոխության։ Ինչն է մեզ խանգարում, որ մտնենք նորի մեջ, այն ինչը, որ մենք տեսել ենք երկար տարիներ, ինչպես Պետրոսի դեպքում ինքը հրեության մեջ էր մեծացել ու երկար տարիներ տեսել էր, որ հրեաները չեն շփվում հեթանոսների հետ։ Իրանց համար նորություն էր, անհասկանալի էր, առաջի դարի եկեղեցու համար անհասկանալի էր հեթանոսների փրկությունը, չնայած որ 5 տակարանում շատ տեղեր գրած է, անհասկանալի էր դա։ Եվ տեսնում ենք, որ Պետրոսի հնազանդության շնորհիվ ոնց որ ճեղքվեց եկեղեցու մեջ այդ պատերը, այն նախ Պետրոսի մտքի մեջ ճեղքվեց, Պետրոսի մտքի մեջ այն պատերը փլվեց, հետո տեսնում ենք, որ եկեղեցու մեջ։ Որովհետև շատ անգամ Տերը գործում է մի ձև, որ մենք չենք պատկերացնում։ Մենք ունենք խոսում Աստծուց եւ մենք մեր մտքի մեջ կառուցում ենք Տերը այսպես կգործի, այս մարդուն կօգտագործի, որ ինձ օրհնի, բայց Տերը այդպես չի անում։ Ես իմ կյանքի փորձից կարող եմ ասել, այն ինչ որ մտածել եմ, այդպես չի եղել։ Այն ինչ որ մտածել եմ Տերը այսպես է լինելու, երբ որ Տերը արել է իր խոստումը, այդպես չի եղել, ինչ որ ես եմ մտածել։ Մի վկայություն պատմեմ իմ կյանքից, Ես երբ որ ապաշխարեցի, ես հոգով մկրտվեցի նոր ապաշխարեցի, մինչև այդ լսել էի Աստծո խոսք, բայց ապրում էի այնպես, ինչպես ես էի կամենում։ Երբ որ հոգով մկրտվեցի, խորապես ապաշխարեցի։ Երբ որ ապաշխարեցի, բոլոր մեղքերը թողեցի, երկու բան կար, որ իմ կյանքի մեջ մի քիչ երկար իմ հետ տարա հոգևոր կյանք, մեկը դա ծխելն էր։ Եվ ես աղոթում էի Տեր ինձ ազատի ծխելուց, դա իմ համար անհնարին է եղել։ Դա մի բան է եղել, որի մեջ ես մտածեմ դա անհնարին է իմ մտքի մեջ, 18 տարի ծխել եմ, 18 տարի երբ որ ասում եմ, մի 7 տարի էլ թեթև ծխելու մասին է խոսքը։ Եվ աղոթում էի Տեր ինձ ազատիր, որովհետև իմ մտքի մեջ պատեր կար կառուցված, ես չէի կարողանում դրանից ազատվել, չի լինում ու վերջ, միակ բանը Տիրոջը վստահելն է։ Ես մտածում էի, որ ուրիշ ձևով է լինելու, ես մտածում էի, որ մի հատ sense խորը ներկայություն է իջնելու ին վրա, որ ես հասկանամ ես ազատված եմ, բայց այդպես չեղավ։ Մի անգամ գնացի մտա մի եկեղեցի, որտեղ 3-4 հազար հոգի էին հավաքված։ Սկսեց երկրպագություն, փառաբանություն, սկսեց խոսքը, քարոզ եւ վերջի աղոթքի ժամանակ ամբողջ եկեղեցին իրար ձեռքի բռնած աղոթում են։ Չգիտեմ այդ եկեղեցում այդպես էր, կարծում եմ որպեսզի ոչ մեկ այդ աղոթքի շղթայից դուրս չմնա միաբանության, չգիտեմ ինչի համար, բայց այդպես էր։ Եվ հանկարծ պատգամախոսով բեմի վրա էր ասեց. «Եթե որոշում կայացնես, ծխախոտի կապվածությունը կգնա քեզանից»։ Եվ այդ խոսքը ես բռնեցի, որովհետև երբ որ բեմից ճշմարտության խոսք են արձակում, բազմահազարների մեջ կգտնի իր նշանակետին, լավ։ Ես ասեցի, այո Տեր, ես որոշում եմ այլևս չեմ ծխելու։ Հենց ասեցի չեմ ծխելու, այս ձախ կողմից մի հատ կին կար իմ ձեռքը բռնած։ Ձեռքս բաց թողեց, այսպես խփեց իմ հետևից ու դեմից, իմ թոքերը ամբողջությամբ մաքրվեցին։ Երբ որ 10 տարի ծխել էի, ես ընդհանրապես շնչելու հետ խնդիր ունեի, նամանավանդ ամառը։ Երբ որ մի քիչ շոկ ելնում չէի կարողանում շնչել։ Հենց այդ ասեցի,
բժշկվեցի, իմ թոքերը լրիվ մաքրվեցին։ Հենց այդ դա տեղի ունեցավ, այս կողքից կինը շուռ եկավ ինձ ասեց, Տերը իմ հետ խոսեց, ասեց, ես քեզ կբարձրացնեմ, դու քո մարդկային ջանքերով չես կարող, որովհետև այդ մինչև այդ ես իմ մարդկային ջանքերով էի փորձում անել մի բան, որը անհնար էր, որը Սուրբ Հոգին էր ուզում անել, որը Տերն էր ուզում անել։ Դա գիտեմ, որ վտանգավոր բան է, բայց այն ժամանակ ես հոգևոր մանուկ եմ, եւ հոգևոր մանուկը ճշմարտության այս ընկալումը չունի։ Եվ Տերը պատասխանեց ինձ, այն ինչը որ քո կյանքի մեջ տեղի ունեցավ, դա դու քո ջանքերով ես փորձում, դրա համար չէր ստացվում։ Եվ եթե մի բան փորձում ես քո ջանքերով անել, դա վտանգավոր է, նամանավանդ Աստծո գործ, դա վտանգավոր է։ Դրա համար ես նորից ինձ թաթախված գտա այն մեղքի մեջ, որից ազատվել էի։ Որտեվ շատ վտանգավոր է, երբ որ մենք մեր անձնական ջանքերով ենք փորձում անել այն ինչը որ Սուրբ Հոգին է մեր կյանքերի մեջ ուզում անել։ Մենք պիտի վախենանք, որ մենք առանց Աստծու հպվենք Աստծո ուխտի տապանակին, լավ։ Ես այդ ծուղակում եղել եմ։ Մի երկու խոսք էլ խոսենք, լավ։ Այս ասածից վկայության իմաստորն էր, որ ես ուրիշ ձև էի մտածում, բայց Տերը ուրիշ ձև է անում։ Տերը այնպես չի անում, ինչպես մենք ենք մտածում։ Տերը մեզ չի էլ հայտնում ամբողջությամբ, թե ինքը ինչ ծրագիր ունի մեր համար։ Դա միգուցե նրա համար է, որ մենք վստահենք իրան, որ մենք հավատքի կյանք ապրենք։ Հենց այդ է Տերն ուզում է, որ դու հավատքի կյանք ապրես։ Անկա ինչ նշանակում հավատքի կյանք ապրել, նշանակում է քայլել Տիրոջ տված ճանապարհով, անկախ նրանից, թե ինչ կհանդիպի քո ճանապարհին։ Եկեք մի երկու բան էլ ասենք, կարծես։ Մյուս բանը, որ մեզ հետ կպահի Տիրոջ խոստումների մնալուց, դա տրտունջն է։ Ելից 16:2-3-ում մենք այսպեսի խոսք ենք կարդում, եւ Իսրայելի որդիների բոլոր ժողովն անապատումը Մովսեսի եւ Ահարոնի դեմ տրտունջ արին։ Եվ Իսրայելի որդիքն ասեցին նրանց. Երանի թե Եհովայի ձեռքովը մեռած լինենք Եգիպտոսի երկրումը, երբ որ մսի կաթսաների մոտ նստած ենք եւ կուշտ հաց ենք ուտում, որովհետեւ մեզ այս անապատը հանեցիք, որ բոլորն այս ժողովքը սովածությունից մերսնեք։ Հանդիպել էին միտեղ մի աննարին իրավիճակի եւ ելք չէին տեսնում, եւ այդ անելանելի իրավիճակից սկսել էին տրտնջալ։ Տրտունջը գոհության հակառակն է, երբ որ գոհությունը դռներ է բացում, տրտունջը դռներ է փակում։ Մեր տրտնջալու արդյունքում Աստծո խոստումները չեն իրականանա կամ ուշ կիրականանան, էսի լավագույնն եմ ասում։ Մյուս բանը կարող է արգելք հանդիսանալ մեզ իր խոստումների մեջ մտնելը, որ այն ինչը որ Տերը տվել է մեզ, այն ինչով որ Տերը օրհնել է մեզ, դա հանդիսանում է մեր կուռքը։ Ելից 32:1-4-ում տեսնում ենք, որ գալիս են Մովսեսի մոտ, ասում են, գալիս են Ահարոնի մոտ, ասում են այն Մովսես մարդը մենք չգիտենք թե ուր էր, վերկաց մեր համար աստվածներ շինիր, եւ իրանց օղերը հանում են, դա այն օղերն էր, որ եգիպտացիները տվել էին իրանց։ Գրած է, որ իրանք շնորհ գտան Իսրայելի ժողովուրդը եւ եգիպտացիները իրանց կամքով էին տվել այդ օղերը եւ վերցնում են այդ օրհնությունը, այն օղերը, որ որպես օրհնություն տրվել էր իրանց, վերցնում են, սարքում են հորդ եւ ասում են սրանք են քո աստվածները։ Միգուցե դու երկար ժամանակ աղոթում ես ինչ-որ բանի համար։ Իսկ եթե դա լինի, կատարվի մեր կյանքի մեջ, այն հարցը, արդյոք սա կդառնա առաջնային Տիրոջից, արդյոք սա կուռք կդառնա, թե չի դառնա, մեզանից է կախված։ Որտեվ շատ եկեղեցում պատահող բան է, մարդիկ երկար ժամանակ աղոթում են աշխատանքի համար, հենց աշխատանքը լինում է, այդ մարդուն էլ եկեղեցում չես տեսնի։ Մարդիկ կան, ովքեր երկար ժամանակ աղոթում են ամուսնության համար, հենց ամուսնանում են, եկեղեցու տեղը մոռանում են։ Իհարկե սա ցավալի փաստ է։ Սա բոլոր տեղերը խնդիր է։ Ինչի համար, որովհետև այն ինչը որ մենք Տիրոջից խնդրում ենք, դա դառնում է առաջնային, բայց Տերը չի ուզում։ Տերը ուզում է մեր կյանքերի մեջ լինի ինքը առաջնայինը։
ոնց որ թե վատ բաների մասին խոսեցինք, հա, որ այդ վատ բաները մեզ արգելք են հանդիսանում, լավ բաներն էլ կարող են արգելք հանդիսանալ մեր նախկին փորձառությունները։ Եկեք միտեղ կարդամ Եսայի մարգարեության 43-ի 18-ից 19։ Առաջինները մի հիշեք եւ հին բաները մի մտաբերեք։ Ահա ես նոր բան եմ անում։ Հիմա կհայտնվի, միթե չեք իմանալ։ Նաեւ մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ գետեր։ Եթե բնագրին նայենք, հա, այս կոնտեքստին նայենք, այս խոսքի կտեսնենք, որ Եսայի մարգարեն խոսում է մի սերունդի մասին, ով գերի էր Բաբելոնում, եւ իրանք կարծես թե մտածում էին, որ նախկինում ունեցել են այն փորձը, որ Եգիպտոսից դուրս գալու, մտածում էին, որ Տերը Մովսեսի նման մեկին կբարձրացնի, ով իրանք կառաջնորդի Բաբելոնի գերությունից դուրս գալու, բայց եթե նայում ենք այս ողջ պատմությունը, չկարդամ, հա, տեսնում ենք, որ Եսայի մարգարեն խոսում է Պարսկաստանի թագավորի մասին, ասում է, որ Կյուրոս թագավորով եմ ես ձեզ փրկություն բերելու, ոչ թե այնպես, ինչպես դուք եք մտածում, ոչ թե այնպես, ինչպես փորձառություն նախկինում ունեցել եք, որովհետև նախկինում Մովսեսին բարձրացրեց, ով իրանց ազգից էր, հիմա ես բարձրացնելու եմ մեկին, ով ձեր ազգից չի։ Ես նրա միջոցով եմ բերելու ձեզ ազատագրություն այդ գերությունից։ Նախկինում Մովսեսի միջոցով ես ծովերը ճեղքեցի, հանեցի ձեզ Եգիպտոսի ստրկությունից, հիմա Կյուրոս թագավորի միջոցով եմ անելու։ Միգուցե մենք էլ ունենալով այդ նախկինում ինչ որ փորձ, մենք հիմնվում ենք այդ փորձի վրա։ Իհարկե փորձառությունը լավ բան, այն հույս է ծնում։ Մենք երբ որ նեղության մեջ ենք, նայում ենք այն մեր նախկին փորձառության եւ սա մեզ հույս է տալիս, որ Տերը այն ժամանակ գործել է մեր կյանքի մեջ, հիմա էլ կարող է Տերը գործել։ Բայց եթե մտածենք, որ նույն ձևով է գործելու, սա սխալ է իմ կարծիքով, որովհետեւ մի խոսք կասեմ, հա, Աստծո խոսքից, կարծեմ առաջի մնացորդած 14-րդ գլխում է գրված է մի պատմություն, երբ որ փղշտացիները գալիս են կարծեմ Ռափայոնց հովիտներ, հովիտի ամբողջ սփռվում են հովիտի վրա եւ Դավիթ հարցնում է Տիրոջը, ասում է Տեր, վեր ելնեմ, իմ ձեռքը կմատնես իրաց, Տերն ասում է գնա, կմատնեմ, գնում է ու հաղթում է։ Մի քանի խոսք հետո կարդում ենք, որ նույն ձևելի փղշտացիները գալիս են այդ հովիտի մեջ, ամբողջությամբ սփռվում են այդ հովիտի մեջ եւ Դավիթ թագավորը ասում է Տեր, վեր գնամ, իմ ձեռը կմատնես, Տերն ասում է, վեր մի գնա առաջից, հետևից վեր գնա, երբ որ լսես թթենիների ծայրին գնացքի ձայնը, այդ ժամանակ վեր գնա։ Տեսնում եք նույն իրավիճակն է, նույն իրավիճակը փղշտացիները եկե պատել էին այդ ամբողջ դաշտը, առաջի անգամ ռազմավարությունը ուրիշ էր, երկրորդ անգամ ուրիշ ձև է։ Նույն իրավիճակն է, բայց ռազմավարությունը տարբեր է։ Եթե մենք հիմնվենք այս խնդիրը ես նախկինում ունեցել եմ, հիմա այս խնդիրը նույն ձևով է լուծվելու, դա սխալ է կարծում եմ, որտեղ մենք ամեն ժամանակ կարիք ունենք Տիրոջից հարցնելու. Տեր, ինչ անեմ այս ժամանակի մեջ, այս խնդիրը կա իմ կյանքի մեջ, այս արգելափակումները կան իմ կյանքի մեջ, այս այն ինչ որ ինձ պահում է, որ ես ինչ անեմ, նույն իրավիճակն է, բայց ռազմավարությունը տարբեր է։ Դրա համար մենք կարիք ունենք ամեն ժամանակ Տիրոջից հարցնելու։ Մի բան էլ, որ մեզ հետ է պահում Տիրոջ խոստումների մեջ մտնելուց, դա այն է, որ մեզ դուր չի գալի ընթացքը, որով Տերը մեզ տանում է, որով մեզ առաջնորդում է Տերը։ Մեզ դուր չի գալի նեղ ճանապարհը, մեզ դուր չի գալի նեղությունը, մեզ դուր չի գալիս ֆինանսական պակասությունը, մեզ դուր չի գալիս, որ մենք այդ ճանապարհին հանդիպում ենք առողջական խնդիրների, մեզ դուր չի գալիս այն տառապանքը, մեզ դուր չի գալիս այն չարչարանքը, որ այս ճանապարհի մեջ Տերը սահմանել է, մեզ դա դուր չի գալիս, մենք ավելի հեշտ ճանապարհ ենք ուզում, էդի կարող է մեզ արգելք հանդիսանա, որպեսզի մենք մտնենք այն նորի մեջ, որ Տերը մեր համար սահմանել է, որովհետև Տերը ասում է, որ ես խորհում եմ այն խորհուրդները, որ ունեմ ձեր մասին, որ ձեզ տամ հույսը եւ ապագան։ Իսկ մա գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին, բայց այն խորհուրդները, որ Տերը խորհում է մեր մասին, ամբողջը մեզ չի ասում, միայն առաջի քայլը։ Ինչի համար որ վստահենք, ինչի համար է Տերը ծածուկ պահում։ Ես ճիշտ ասած ունեմ մի քանի տարբերակ
Առաջինը, որ մեզ սովորեցնում է հավատքով քայլել, մեզ սովորեցնում է վստահել իրան, եւ Աստծո խոսքի մեջ մի հետաքրքիր բան կա գրած, կարծեմ 2-րդ Օրինաց 20-րդ գլխի մեջ է, ասում է. ծածուկ բաները Եհովա Աստծո համար են, իսկ հայտնված բաները մեր եւ մեր որդկանց համար հավիտյան։ Եվ մենք չենք իմանա, Տերը մեզ չի հայտնի, մինչև մենք չլինենք այդ նորի մեջ։ Ամբողջությամբ չի հայտնի, առաջի քայլը կասի, այն ինչ որ կասի դա բավարար է մեզ հասնելու այնտեղ, այն ինչը կասի դա բավարար է, որպեսզի մենք առաջի քայլը անենք։ Հենց այդ ժամանակը, որ մենք կիմանանք այդ ողջ ընթացքի, ողջ Տիրոջ ծրագրի, այն ճոխությունը, որ Տերը ունի մեր համար։ Եվ ես հավատում եմ, որ Տերը լավագույնը ունի մեր համար։ Եվ այսպես չգիտեմ կարողացա ամբողջությամբ փոխանցել ձեզ այն ինչը, որ այս վերջերս իմ ներսը սենց խմորվում է, բայց այսօրվա պատգամս էս էր, մտիր նորի մեջ, որովհետև Տերը լավագույն բաները պատրաստել է մեր համար։ Տեր, մենք քեզ փառք ենք տալիս, խնդրեմ ոտքի աղոթենք մտնենք Տիրոջ ներկայության մեջ։ Տեր, մենք քեզ փառք ենք տալիս այսօրվա համար, Տեր։ Ես աղոթում եմ, Տեր իմ Աստված, որ այս խոսքը, որ մեր սրտի մեջ սերմվեց, պտուղ տա, Տեր, որովհետև դու քո խոսքի հետև կանգնած ես, Տեր, որովհետև քո խոսքը պարապ չի դառնում դեպի քեզ, Տեր, որովհետև ինչպես որ անձրևը եւ ձյունը գալիս են իմ Աստված, ոռոգում են երկիրը, այնպես էլ քո խոսքը, Տեր, կատարում է քո ուզածը ու դառնում է դեպի քեզ, իմ Աստված։ Այսօր այս պատգամի համաձայն, իմ Աստված, ես իմ սիրտը բերում եմ քեզ, Տեր, եւ աղոթում եմ իմ համար եւ եկեղեցու համար, Տեր, եւ ասում եմ, Տեր, մենք համաձայն ենք հետևել քեզ, Տեր, այնտեղը, որտեղ դու մեզ տանում ես, Տեր, թեև անորոշությունա, թեև դժվարությունա, թեև ճանապարհին հանդիպենք դժվարությունների, փոթորիկների, իմ Աստված, բայց ես, Տեր, ուզում եմ բռնել քո ձեռքը ու ասել, Տեր, առաջնորդիր, տար այնտեղը, որտեղ դու ուզում ես, Տեր, թեև ես չեմ հասկանում, Տեր, ողջ ճանապարհը, ողջ ընթացքը, բայց ես վստահում եմ քեզ, Աստված, թեև ես չեմ հասկանում, Տեր, քո խոսքն ասում է առակացի մեջ, քո Տիրոջը ապավինիր ամբողջ սրտով եւ քո հասկացողության վրա մի վստահիր, թող այդ խոսքը իրականություն դառնա իմ կյանքի մեջ, Տեր, մեր կյանքերի մեջ, Աստված, որպեսզի քեզ ամբողջությամբ վստահենք, Տեր, անկախ նրանից մենք հասկանում ենք դա թե չէ։ Մեր միտքը նորոգիր, Տեր, նորոգիր մեր միտքը, որ նորոգված մտքով կարող լինենք այդ նոր ժամանակների մեջ քայլելու, այդ նոր մակարդակի մեջ քայլելու, այդ նոր տեղերը քայլելու, Տեր։ Շնորհակալ ենք, որ պատրաստել ես լավագույնը, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, թող քո հավիտենական անունը փառավորվի, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր։